Բարև ձեզ եւ բարի գալուստ Պարզից Պարզ podcast։ Ձեզ հետ Արաջ Ալաբյանն է, այսօր իմ հյուրը Արտավազդ Վարդանյանն է, Արշակունի ռազմամարզական հասարակական կազմակերպության հիմնադիր եւ նախագահ։ Բարի գալուստ Արտավազդ ջան։ Ողջունում եմ ձեզ, Արաջ ջան, շնորհակալություն հրավերի համար։ Այսօր երևի մեր նախկին թեմաներին կավելանա եւս նոր թեմա, կապված մեր երկրի անվտանգության հետ, ռազմամարզական եւ ընդհանրապես ֆիզիկական պատրաստվածության հետ, նաեւ երևի թե հոգեբանական պատրաստվածության հետ, հա, մի քիչ կպատմես ինչով եք զբաղվում։ Մեծ սիրով Արաջ ջան։ Ուրեմն ռազմամարզական ոլորտ որպես այդպիսին ինքը գաղափարը ծնվել է ինքնապաշտպանության արդի ժամանակակից պահանջի հիման վրա։ Այսինքն մենք Արշակունի ռազմամարզական կազմակերպությունս ստեղծվել է 21 թվականի պատերազմից հետո ստեղծված իրավիճակի հիման վրա։ Մենք հավաքվեցինք եւ որոշեցինք, որ առաջինը հիմք ընդունենք պատանիների հայրենաճանաչության եւ ազգային գաղափարախոսության վրա, որը զարգացավ նաեւ նախնական զինվորական պատրաստության տեսքով շարունակությունը այդ գաղափարի հաջորդ ուղղությունը որպես այդպիսին։ Իսկ պետության ֆունկցիան չի։ Իհարկե պետության ֆունկցիան է, պետությունը բոլոր դպրոցներում ունի նախնական զինվորական պատրաստության առարկա եւ ուսուցիչ դրան համապատասխան։ Բայց փորձը ցույց տվեց, մենք բազմիցս անգամ դա բարձրաձայնել ենք, որ նախնական զինվորական պատրաստության ծրագիրը, ՆԶՊ ծրագիրը ընդունելի չէ մեր ժամանակակից process-ների համար։ Այսինքն 20 թվականի պատերազմին զինվորներ կային, որ շատ քիչ ժամանակվա ծառայող էին եւ նրանց նախնական զինվորական պատրաստությունը հերիք չէր մարտական գործողություններին մասնակցելու համար։ Այսինքն նրանք դպրոցի նախնական զինվորական պատրաստությունը։ Այո, դպրոցի, այսինքն տարական բանը զինվորի գործողությունները մարտի դաշտում հնարավոր է մինչև 18 տարեկան լրանալը պատանիներին տալ ու զորակոչել բանը։ Իսկ այդ մոբի մասին է խոսքը։ Ոչ, պատանիների բանակում էին, չգիտեին այդ ամեն ինչը, թե ոնց։ Նոր են զորակոչվել բանակ եւ այն տարիների ընթացքում, որ նրանք ստացել են նախնական զինվորական պատրաստություն, այսինքն ՆԶՊ առարկան, իրենց գոնե տարական բաները չեն սովորացել։ Իսկ այդ խնդիրը ո՞րն է, ծրագիրն է սովետական հարմարացրած չի։ Ծրագիրը ընդունելի չի։ Չունենք համապատասխան մասնագետներ, չունենք համապատասխան վայրեր, որտեղ այդ ամեն լսարանային չի, չէ՞, այդ ամեն ինչ։ Ինքը մի քիչ լայն ֆորմատ է։ Տեսեք, բերեք հարցը բաժանենք ենթահարցերի, որ ես կարողանամ ավելի սպառիչ պատասխան տամ։ Տեսեք, նախ առաջին ծրագիրը սկսենք ծրագրից սկսենք, ծրագիրը ընդունելի չի։ Այսինքն այն ինչը որ հիմա տարվում է, օրինակ շարային պատրաստության ժամեր։ Շարային պատրաստությունը ճիշտ է կարգու կանոնի է բերում, դա շատ կարևոր մաս է զինվորականության մեջ, բայց այդքան կարևոր չի, ինչքան օրինակ կրակային դիրքերը, դիրքերի փոփոխությունը։ Շարային կեցվածք, քայլքը, շարային, աշ դարձ, ձախ դարձ, պետին մոտենալ, պետից հեռանալ։ Ֆորմալ մասերն ավելի։ Այո, ֆորմալ մասերը։ Իմ համար ավելի շատ ընդունելի է։ Եթե դու սարում կռվում ես, քեզ պետք չի ընդհանրապես ձախ դարձ անել։ Իհարկե, ընդհանրապես պետք չի։ Տեսեք, ինչն է կարևորը, որ հետ ենք նայում 90-ականների պատերազմի ժամանակ 16 տարեկան, 13 տարեկան պատանիները կան վկայություններ էլ, չէ, որ տանկ են խոցել։ Այսինքն կարողացել են տիրապետել զենքին, չէ։ Մենք չենք կարող ասել, օրինակ 16 տարեկան կամ 17 տարեկան տասնված չմասնակցեն, բայց օրհասական պահին չի բացառում, որ այնտեղ մի հատ ավտոմատ ընկած լինի ու ինքը վերցնի ու այդ ավտոմատը կիրառի հակառակորդի ուղղությամբ։ Ինչու՞ չէ իմ համար Որ տարիքում են ՆԶՊ-ն անցնում։
տոնց չեմ կոնկրետ չեմ հիշում տարիքը, բայց հաստատ մի 3-4 տարի անցնում են։ Իսկ մենակ տղաներն են, թե աղջիկներն են։ Չէ, բոլորն են անցնում նախնական զինվորական պատրաստություն։ Իհարկե, այստեղ ճիշտը դա է, որ նենց ծրագիր մշակեն, որ ընդունելի լինի համ արակասեռի, համ հիկական սեռի ներկայացուցիչների համար, բայց օրինակ մենք ունենք փորձ, այդ փորձը կարող ենք հստակ արդեն իսկ արած աշխատանքների հիման վրա ցույց տանք, որ հնարավոր է մեկ շաբաթում ռազմամարզական ճամբարի արդյունքում ստանալ տարական գիտելիքներ, թե ոնց վարվել զենքի հետ, զենքը ոնց կիրառել, զենքով ոնց նշան բռնել, կրակային դիրքերի փոփոխությունը։ Իսկ այդտեղ օրինակ դպրոցում sense խնդիր չկա, ոնց որ ֆիզկուլտուրայի առարկա են, որ աղջիկներին հաճախ չեն թողում ծնողները կամ խուսափում են, վատրվակ են բռնում։ Ես այդ ներքին կուխնյայից տեղյակ չեմ, բայց ես նախնական զինվորական պատրաստության այդ ՆԶՊ առարկայի հետ կարող եմ ասել, օրինակ համալրվածությունն էլ է թերի։ Դասավանդողների։ Համ դասավանդողների, հիմա անցնենք դասավանդողների տեխնիկական միջոցները, հա, համ տեխնիկական միջոցները, ընդ օրինակ նվազագույնը տիրի հրացանների խնդիրել կա ու դրա ապահովման, օրինակ տիրի հրացանի համփուշտի կրակելու, օրինակ շեշմայի մասով, այլ խոսքը։ Դրա դեֆիցիտն էլ կա, մեծ մասը առարկայի ուսուցիչներն են գնում, բացի դրանից անցնենք հաջորդ փուլ, առարկային համապատասխան ուսուցիչները սովորաբար պայստազորի սպաներ են կամ ոստիկանության սպաներ են, որ նայում են որակական հատկություններին, չէ՞, այնտեղ աշխատավարձն էլ որպես այդպեսին դրամական բավարարումը ցածր է, ու դրան համապատասխանել ոչ բոլոր դեպքերում են, որ համապատասխանող ուսուցիչներ են գնում։ Օրինակ, ուսուցիչները մեր մոտ այնց համատարած խնդիր է, էլի։ Կոնկրետ սպայական մասին առկա եւ դիմող մարդկանց միջից են ընտրում, էլի, օրինակ, ով կարա լինի, օրինակ հոգեբանության ինչքան կարևորություն են տալիս նույն այդ նախնական զինվորական պատրաստության ժամանակ։ Այ հոգեբանության մասը ընդհանուր Հայաստանի Հանրապետությունում է շատ թերի, որովհետեւ հոգեբանին ընդունել եւ հոգեբանական պատրաստություն որպես այդպեսին, այդ դաշտը մի քիչ կապի չունեմ առանձին հոգեբան, նույն այդ սպան, որ դասավանդում է, ինքը պետք է հոգեբանություն իմանա, չէ՞։ Իհարկե պետք է իմանա։ Դե 100 տարի առաջ դրա մասին նժդերներ կրում, ես վերջերս կարդում էի գիրքը, այդպես շատ լուրջ շեշտադրումներ կա հոգեբանության վրա, ընդհանրապես որ զինվորական պատրաստությունը այդ մենակ կրակելու ֆիզիկականի մասին չի, եթե դու հոգեբանական պատրաստվածությունը չապահովես, զինվորը չի մնալու ռազմի դաշտում, էլի։ Տեսեք, ամենակարևոր մասը հոգեբանական, թե ինքը հանուն ինչի։ Իհարկե։ Հանուն ինչի, այդ հանուն ինչին, տեսեք, մենք ունենք սրբություններ։ Մենք մեր Հայաստան աշխարհը սրբացնում ենք։ Հողը, որտեղ որ մենք ապրում ենք, մեր պապերի ժառանգությունը, հողի վրա կառուցված եկեղեցիները, այդ նույն հողի վրա կառուցված մեր տները, շեները, գերեզմանները, մեր թիկունքում գտնվող մեր ընտանիքները, սերունդը, այդ ամբողջը մտնում է այն հոգեբանական պատրաստության մեջ, որը որ կոչվում է ընդհանուր պատկերով արժեհամակարգ։ Հետախուզության եւ հատուկ նշանակության ստորաբաժանման հիմնական գաղափարը հանուն հայրենիքի, վասն հայրենյաց, վասն հավատո, իբարս Աստծո, իսարսափ թշնամու։ Այսինքն հոգեբանորեն այդ արժեքային համակարգը զինվորը իր մեջ կրելով, ապրելով եւ առաջ տանելով, ինքը գիտի ինչի համար է պայքարում։ Տեսեք, նույն ասենք այդ հայոց ժողովրդի պատմությունը, որ փոքրացրեցին, սարքեցին Հայաստանը, չգիտեմ, այդ ամեն ինչն էլ է, չէ՞, դրա հետ կապված, դրա վրա ազդում։ Իհարկե ազդում է։ Հիմա տեսեք, Հայաստանի Հանրապետության հիմնական գաղափարներից եւ նպատակներից մեկը, որ տարիներ շարունակ տարբեր կառավարություններ գնում էին դրան, դա ցեղասպանության ճանաչումն էր։
Սփյուռքի մեր տարբեր կազմակերպություններ լծված էին այդ աշխատանքին, ցեղասպանության ճանաչում, հատուցում եւ համապատասխան պատժի մեխանիզմներ, ճիշտ է։ Դա առաջի հիմքն է, երկրորդը Արցախի ինքնորոշում եւ Մայր Հայաստանին միացում։ Այս երկու կոպիտ ասած կարմիր գծերը եղել են առանցքում, ու մշտապես մենք վրեժխնդիր ենք եղել, չէ, որ մեզ կոտորել են, ցեղասպանության են ենթարկել, հալածել են, տեղահանել են մեր պատմական երկրից, ճիշտ է, մենք ընդունում ենք Հայաստանը, եթե մենք նայում ենք քարտեզներին եւ Վուդրո Վիլսոնի իրավարար վճռին, Հայաստանը լրիվ ուրիշ քարտեզներ ունի, որ միջազգայինորեն ճանաչված է։ Բայց նայում ենք հիմիկվա իրավիճակին, Սովետական միությունը եղել է 16 ռեսպուբլիկաներով տենց պարփակված երկաթյա վարագույրով փակած 15 լավ թողնի, երկաթյա վարագույրով փակած մի կազմակերպություն ասեմ, լավ, սենց մի բան, որ իր ներսում սահմաններ չի եղել, կուզի ստեղից կտանի, կուզի ինդեղից կտանի, ոնց որ հիմա Վայոց ձորի ու Սյունիքի արանքը, ասենք սահմանը ստեղից չի գնում, ընդեղից է գնում, դժվար Վայոց ձորցին ու Սյունիքցին հենեն իրար այդ կռիվ անեն, ասեն ինչի է սահմանը մի մետր է այն կողմից գնում։ Դերը բաժանել են ինչ-որ մի իրավիճակում, ինչ-որ մի խաղերի, ես այնտեղ չեմ եղել, չեմ իմանում ոնց է եղել, բայց եղել է այն իրողություն, ինչը որ կա։ Հիմա մենք անկախ պետություն ենք, սուվերենիտետ ունենք եւ ունենք մեր սուվերեն պետության սահմանները։ Հիմա լավ, մեր սուվերեն պետության սահմանները հաշվենք լավ, այսքանն է։ Մենք պահանջ չունենք, էսի չունենք, էնի չունենք, բայց այս պահի դրությամբ Ադրբեջանի զինված ուժերը գտնվում են մեր սուվերեն տարածքի մեջ։ Հիմա մենք ինչ խնդիր ենք լուծում, մոտակա խնդիրներ եւ հետագա խնդիրներ։ Մոտակա խնդիրը մեր սուվերենիտետը պահելն է։ Այսինքն ի՞նչ է նշանակում եկը նստել են մեր հողի մեջ, անկախ պետություն ենք իր սահմաններում։ Հետո կասկածի տակ են դնում մեր թոքեբանական պահին էլի երևի հետ գնամ մեզ այդ առաջի Արցախյան պատերազմից հետո ոնց որ մեր ընդհանուր մոտեցումը եղել է ինչ որ առումով հաղթողի հոգեբանություն ու մեր մոտ ոնց որ ատելություն չի եղել կողքի երկրի բնակչության նկատմամբ ու տենց բավականին մենք ինչ որտեղ նաև գուցե մեծամտածել ենք, բայց նաև բավականին խաղաղասեր դիրքերում ենք եղել, ոչ թե մենակ այս վերջի տարիները մինչև էտել, բայց Ալիև կրծերը տենց կոնկրետ մտադրված, հատկապես նոր սերունդի մեջ ատելություն է սերմանել ու տարբեր հեղինակների մոտ եմ տեսել էլի, որ ատելությունը ուժեղ գործիք է երկրի ճայր առաջ տանելու համար, նույն պատերազմ վարելու համար, էլի մենք այդտեղ էլ չենք թուլացել։ Հասկանում եմ, որ որպես քրիստոնյա ատելը լավ բան չի, բայց երբ որ այդպես գայլերի մեջ ես ապրում, դու դառնում ես բան, էլի։ Կերես դառնում ես, չէ՞։ Ոնց կասեի, ոչ թե մենք թուլացել ենք հոգեբանական մասով, մեր պատկերացումների մասով, այլ մեր մոտեցումները որպես հայ մեր շուրջ ստեղծված իրավիճակը որպես Հայաստանի Հանրապետության, որպես շրջապատված երկիր, չէ՞, տնտեսական շրջապատված երկիր եւ խրամատավորված ենք, էլի հակառակորդներով շրջապատված երկիր, մենք մոռացանք մեր անվտանգային խնդիրները, որպես հաղթող մենք մարտում ենք հաղթել, որպես հաղթող մեծամտացանք, հետո դարձավ հաջորդ փուլը, որ դարձան նյութապաշտ, այսինքն որ նայում էինք, մեկ օր արթնացան ու տեսան ֆաբրիկան տեր չունի, այն մյուս ֆաբրիկան էլ տեր չունի, ու կոպիտ ասած էլիտան, այն կռվող տղերքը, մի մասը մնաց իր արժեքներին հավատարիմ, մյուս մասը դարձավ նյութապաշտ եւ գնաց բառը ճիշտ ասեմ, самовыживание, էլի սենց ասեմ, ռուսերեն բառ օգտագործեմ, самовыживание, դարձան ասֆալտի եւ իրական կռվողների ֆիդայիններ, սենց,
ու ոնց որ այդ ընթացքում կրեցին ասֆալտի ֆիդայինները, ձևավորվեց նյութապաշտությունը, որից հետո ձևավորվեց զավակապաշտությունը, հնարավորություն էին ունենում իրանց զավակին ազատում էին ծառայությունից, հնարավորություն էին ունենում գոնե մոտիկ էին գցում ծառայելու տես դասավորում էին, կամ նենց էին անում, որ Դա լավ թեմա հիշեցրեցիր էլի։ Դա ոնց պետք է դրա ներողություն միտքս ավարտեմ, տեսեք զորամասում զանգում էին, ծանոթ էին խառնում կամ գումար էին տալիս, որպեսզի ավելի հարմար տեղ ծառայի, հարմար տեղը մեզ սովորացրեցին հարցերը լուծել մեր սրտով, եղավ անհատական մոտեցում, ոչ թե համակարգային գաղափարական, այլ դարձավ նյութապաշտության և զավակապաշտության, իսկ այդ ամբողջից ելնելով ծնվավ մի այլ գաղափար մորթապաշտություն, այսինքն ծնողը սովորացրեց իր որդուն, որ տես ես քո մասին մտածում եմ, իսկ դու քո անձի մասին պետք է մտածես, այսինքն մտցրեց զավակապաշտություն իր մեջ ձևավորվավ մորթապաշտություն, Այդ հասկանում եմ, մեծ ինչ ունենք լավ արատավոր երևույթ։ Ու նաև հաճախ գալիս է իմ կարծիքով մայրերից, որ միշտ այնց մայրն է բզում հորը, որ գնա մի բան արա, մի ձև գտի, ասած կամ մոտիկ տեղ գցի կամ ազատի, այսքան տարի մեծացրել եմ, ես կարծում եմ, որ երբ որ մեր մոտ էլ կանայք սկսեն ծառայել, ոնց որ Իսրայելում, այդ հարցը կարա փոխվի։ Այսինքն աղջիկը գնահատելով իր անցած ճանապարհը ուրիշ ձևով կվերաբերվի իր որդիներին, բայց նայ հիմա շատ ցավոտ հարց է, էլի, այդ հարցը ոնց պետք է լուծենք։ Ես մի հատ լավ գիրք էի կարդում Իսրայելի մասին, Իսրայելի բանակի մասին, որտեղ հատուկ ստորաբաժանում էին ստեղծում 1973-ի ցավոտ Յոմ Կիպուրի պատերազմից հետո գիտական ստորաբաժանումներ, կոչվում էր տալպիոտներ, ու իրանք կարողացան համասարանական կրթությունը ու բանակը ոնց որ համատեղեն մի ծրագրի մեջ, հիմնական խնդիրներից մեկը հետևյալն էր, որ ասում 18 տարեկան դարձող իսրայելցի կամ հրյա երիտասարդին հնարավոր չէր ուրիշ տեղ տան, ինքը գիտի, իրեն չես կարա փախցնես, ինքը իր ոտով է գնում բանակ, իսկ ինքը մանկապարտեզից, դպրոցից, ընտանիքից նենց է դաստիարակվել, որ իր մտքով էլ չի անցնում, ես փախնեմ Ամերիկա, ես փախնեմ Ռուսաստան կամ նույնիսկ մոտիկ տեղ գնամ, մյուս խնդիրն էլ այն էր, որ ասում է հատուկ ստորաբաժանում էր, որտեղ ֆիզիկայի, մաթեմատիկայի եւ համակարգչային գիտելիքները ստուգելով էին ընդունում, որովհետեւ բակալավրին նաեւ դիպլոմ էին տալիս 3 տարում, ծրագիրը 9 տարանոց էր։ Ու ասում է, այդտեղ բերելը դժվար էր, որովհետեւ տղաների առաջին ընտրությունը դա բաններ, ավիացիան էր, հետո տանկային, հետո սպեցնազ, այսինքն այդտեղ նույնիսկ պարտադրանք են դրել, որ եթե ստուգատեստ են արել, ինտերվյու են արել, տեսել են այդ երեխան համապատասխանում է իրանց պահանջներին, իրանք իրավունք ունեն առաջնահերթորեն բերել իրանց մոտ, որտեղ այլապես ոնց որ ձգտում է երիտասարդը մեծամասամբ այն ամենա եւ մոդայիկ եւ ամենավտանգավոր տեղեր, էլի։ Հիմա մեր մոտ այդ ամեն ինչ ոնց պետք է շուռ տանք, էլի։ Մեր մոտ ամեն ինչ թարս է գնացել։ Հարատ ջան, անկեղծ քո հարցի մեջ պարունակում է նաև քո հարցի պատասխանը, այսինքն եղել են հավասարություն կա, նախ առաջինը հավասարությունը կա, երկրորդը սերն ու պաշտամունքը դեպի իր երկիր, իր ընտանիք, կրոնը, հավատը, արժեքային համակարգը, նախնյաց պաշտամունքը, այդ ամբողջը հիմք է դրվել մանկապարտեզից, դպրոցից, եւ նրանք ունեցել են հանուն ինչի գնալ, եւ այնտեղ հավասարության սկզբունք կար, այնտեղ ոչ թե գումարը տալիս ես եւ չես գնում բանա, մեր մոտ էլ կա, ընտանիքն էլ կա, հայրենիքն էլ կա, որոշակի այդ ամեն ինչն էլ կա, բայց ինչ որ միտեղ, ինչ որ մի բան փչացել է, չեն ճանաչում իրանց հայրենիքը, համաձայն եմ, այդ նաեւ կրթական ընդհանուր մակարդակի իջնելու հետ է կապված, որովհետեւ եթե նայում ես հրյաներին մինչև 1948-9 թվականը դա երկիր չի եղել, բնականաբար բանակ էլ չի եղել։
Իսկ այդ ամեն ինչը զրոյից է ստեղծվել։ Բայց կար հանուն ինչի, չէ՞։ Տեսեք, իրանք լինել չլինելու վտանգի տակ էին։ Իրանք հասկացան, որ սեփական ուժերով պետք է ինքնապաշտպանվեն։ Ես չեմ դադարում նորից կկրկնեմ Գարեգին Նժդեի խոսքերը։ Սպիտակավոր Շիրիմի ետնամասում, քարի ետնամասում գրված է սեփական ուժերով ինքնապաշտպանության անընդունակ ժողովուրդները պատժվում են մահվան։ Մենք նախ առաջինը պետքա իջնենք գետին, այդ մեր պատկերացրած միֆերով, հայը, բանը, սաղ տեղերը կռվե, հաղթե, կոտորե, բայց մենք բերեք իրականությունը նայենք, 100-ամյակներով, 1000-ամյակով անկախություն չենք ունեցել։ Ամենաերկար անկախությունը ապրում ենք մենք, մեր սերունդը հիմա, իսկ անկախության համար պետքա վճարել, պետքա պահել այդ անկախությունը։ Ոչ ոք քո տեղը այլ պետություն չի գալու պաշտպանելու։ Այսինքն մենք մեր անկախությունը տենց ուզում ենք պատվիրենք, տես մտովի ենք ասում, էլի երազում ենք կենացի մակարդակի սեղանի վրա։ Իրականում անկախություն 2 տարի ենք ունեցել 18-20 թվականներին։ Դե կարճ ենք ունեցել, ամենաերկարը հիմա ենք մենք ապրում։ Հետո տենց ինք եկել է մեր գլխին ընկել, այլ սովետը քանդվել է, մենք դարել ենք անկախ։ Դրա համար մենք վատնում ենք այդ անկախությունը։ Այն հնարավորությունը, ինչը որ մեզ տրված է, մենք վատնում ենք։ Այդ 1000-ամյակի վակումը շատ ինձ թվում է առանցքային դեր ունի, էլի, չունենալով պետություն, չենք ունեցել պետական մտածողություն, մարդիկ տենց մարդու մտածողության սահմանը ընտանիքով է գծվում։ Բերեք ճիշտ լուծում տանք, էլ ինչքան էլ խուսափում ենք այդ բառից, ստրկացել ենք։ Իսկ հիմա ազատատենչ ոգին, որ ասում են, գիտեք ինչ, մենք անկախ ենք, մենք ուժեղ ենք, մենք պատրաստ ենք մեր հարցերը լուծել, մենք պատվախնդիր ենք, եւ մեր երկրի սահմանները մենք ենք պահելու։ Ու անկախը ես մի քիչ այդ անկախի բանը չեմ հասկանում, կամ չեմ ընդունում։ Բերեք ավելի ճիշտ իմ համար ավելի հասկանալի մտածելակերպ ազատությունը։ Անկախ բացարձակ անկախություն չկա, դու չես կարող աշխարհից անկախ լինել։ Ես ձեր հետ համաձայն եմ, հիմա բերեք թղթով նայեք։ Անկախ պետություն ենք, սուվերենություն ունենք, միջազգային ճանաչված պետություն ենք, գտնում ենք Միացյալ Ազգերի կազմում, որ չկանք էլի, որպես այդպեսին հազարավոր ազգեր կան, որ պետություն չունեն։ Հիմա մենք կամ պետք է որոշենք ինքներս պահենք, կամ ստրկամտի պես պետք է հույս դնենք այլ պետության կազմում։ Հիմա հարց են տալիս, ասում են, դուք մտածում եք ինչ-որ մի երկրի կազմ մտնելու մասին, ասում են, հա, բա թողա մեզ պահեն։ Սովորեն, որ ոչ ծառայեն, ոչ կռվեն, բան։ Ռուսի Իվանը, Ամերիկայի Ջոնը ինչի համար պետք է գա մեր համար կռվի, մահանա։ Եթե ինքներս չենք ուզում։ Օգնում են, աջակցում են ուժեղներին, որ տեսնում են գոնե իրանք սեփական ուժերով ինչ են անում։ Հիմա քո ասացի մեջ լուրջ խնդիր կա, էլի, եթե չեն ուզում, այդ ոնց պետք է անես, էլի։ Ու մեր փոքր երկրում մեր ազգաբնակչությունը բավականին խայտը բղետ է։ Երկրից դուրս էլ իհարկե, բայց ինքը տենց կարճ եթե ասեմ, Հայաստանում չեն ապրում բոլոր այն հայերը, որոնք իրանց կյանքը, ապագան, իրանց ընտանիքները, երեխեքի ամեն ինչը տեսնում են Հայաստանում։ Տենց մի տեղա, որ գալիս են, գնում են, մի զգալի մասը, կոպիտ ասած, խոպանչի է, ժամանակավոր աստեղ տեսնում, անկախ նրանից ինչ պաշտոն է զբաղացնում, կլինի կառավարությունում, ազգային ժողովում, թե մասնավորում, տենց շատերի գրպանը երկրորդ անձնագիր կա, կամ դրսում սեփականություն կա եւ այլն, էլ այսինքն այդ մտայնությունը, որտեղ հաց, այնտեղ կաց է, այդ բավականին տենց վտանգավոր հակազգային եւ հակա ինքնիշխան մտածողություն է, էլի։ Ես համաձայն եմ, դա տարիների ընթացքում եղավ։ Ուրեմն մենք այս պահին հիբրիդային պատերազմի մեջ ենք գտնվում։ Հիբրիդային պատերազմը միակ փամփուշտ կրակելը չի։ Բարոյահոգեբանական վիճակն էլ է, ճնշումների վիճակում, իհարկե, տնտեսական շրջափակման եւ ճնշումներն էլ են պատերազմի մի մաս։ Կոպիտ ասած գաղափարական եւ վախի տերոր է գնում, որ դուք թույլ եք, դուք պարտված եք, էլի պարտվելու եք, երկաթյա բասկով կտամ ձեր գլխին, չես, միշտ ագրեսիայի եւ ագրեսիվ հայտարարությունների հիման վրա ու շատ
բերեք ճիշտ ձևակերպեմ, էլի թռածներ, որ իրանց թռնելու միտքը արդարացնում են ստեղ արդեն ասֆալտի վրա, ասում են մենք չենք կարող կռվել։ Ունակ չէինք, տենց լուսնից ես իմ ինչ էր ընկնում մեր վրա, ես իմ ոնց էր կրակում, ինչ էր կրակում, մենք չգիտեինք ինչ էր, տենց գերբնական ես իմ ինչեր են ձևակերպում, ու վախ են տարածում այն մարդկանց մոտ, ում հնարավորություն չի եղել հասնի մարտի դաշտ։ Մենք տեսանք 20 թվականի պատերազմի սկիզբ, թե քանի հազար մարդ պատրաստ էր գնալու, այս ազգը պատրաստ է կռվելու, իր մեջի ոգին չի մահացել, ինքը կա, ու ես վստահ եմ կա, ու օրհասական պահին ինքը դուրս է գալու, եւ ազգի նվիրյալները դուրս են գալու եւ գլխավորելու են այդ զորաբանակները։ Մենք դες չենք մնալու, սրանից ավելի վատ օրեր են կապրել։ Միտեղ նորից ծնվելու է Անդրանիկ, որը որ կավագործ էր։ Միտեղ նորից ծնվելու է Նժդե, որը որ պառուչիկ էր։ Էլ չեմ ասում Վազգեն Սարգսյան, որը որ ֆիզկուլտի դասատու էր, բայց դարձավ սպարապետ։ Համել գրող էր։ Համել գրող էր։ Երեք ծննդյան օրն էր։ Ֆիլմը նայել ես։ Չէ, չեմ հասրել, հեսա միտքս ավարտեմ, տեսեք, Արա ջան, հիմնական խնդիրը վախի մեջ անասնական վախ են սերման է, որ դուք ունակ չեք, դուք չեք կարող, ու կարճ ինչա ձևավորվել, մոտը թռնել։ Պլան B, օրինակ, ալ երկրի քաղաքացիություն։ Դուք գիտեք, որ ինչ Իսկ հետո լուրջ վտանգ կա, որ մենք մի քանի տարի հետո զորահավաք կարող է կեսին չկարողանանք զորակոչել բանակ։ Բոլոր իրենց երեխեքի մինչև 15 տարեկան լրանալը քաղաքացիություն են փոխել, ես իմ որ երկրի քաղաքացի եմ, Ռուսաստանի, ես իմ որտեղի, որ չգնան բանակ։ Բայց գալիս են սեղանի շուրջ, կենացներ են խմում ամպա գորգոր, զինվորի կենացն են խմում, ում զինվորի, ում հաշվին ես ստեղ դու ապրում, ում երեխու հաշվին, ում արյան հաշվին ես ապրում, որ քո երեխուն ազատել ես, հələ մի հատ ծափ ես տալի, տոներ ես անում, մեծ ռեստորաններ փակում եք մի քանի 100 հոգով, նշում եք, որ երեխան ստացավ այլ երկրի քաղաքացիություն, հասկանում եք դա աղետ է, իսկ այդ աղետային վիճակը միայն կարող հանրությունը կանխի, հանրային պարսաբանքի ենթարկելով, ասի դու սրիկա ես, դու ապազգային ես, բայց մենք այսօր որակավորում չենք տալիս, ինչ ենք տեսնում, գզբրտոց ենք տեսնում հեռուստա եթերներին, մեկը մեկին ասում է դավաճան, էնի դավաճանը դու ես, էնի հողատուն դու ես, կապիկություն ենք տեսնում ամեն աստծոր։ Մեր իրական խնդիրները թողած, իրական խնդիրների վրա չսևեռվելով, տեսնում ենք ամեն օր կապիկություն եւ գաղջ։ Ես որ հեռուստացույց եմ նայում, հոգեբանական տերորի եմ ենթարկում, սս նայում ասում եմ իրական, այս ճիշտ է, այդ հայ են նրանք։ Այսինքն իրականության մեջ ենք ապրում։ Ու այդ իրականությունից պետք չի խուսափել, էսա ստեղծվել է։ Մեր միակ լուծումը ապաշխարությունն է։ Որ մտ ապաշխարենք, հետ գանք, նայենք խնդիրներին դեմքով, ասենք հերիք էլ ավելի մենք ուր ենք գնում, վաղ ինչ ենք ունենալու։ Արտո իսկ քո մասնագիտությունը ինչ է, ասացիր կավագործի, պարուչիկի, ֆիզկուլտի դասատուի մասին։ Հա, հետաքրիր հարցեր, իմ կյանքն էլ է հետաքրիր դասավորվել։ Ուրեմն առաջին մասնագիտությունս բնապահպան բնօգտագործող է։ Այսինքն դու ամուլսարին պետք է դեմ լինես առաջի մասնագիտությունը։ Այդ չի կար ասել։ Առաջի մասնագիտությունը։ Հիմա բնապահպան բնօգտագործող, ընդ շահերի բախում է։ Եթե նպաստավոր լինի, այսինքն էկոլոգիային վտանգ չսպառվի կամ այնտեղ ռիսկեր կան, եթե կառավարելի լինի, միանշանակ որպես տնտեսության զարգացման ճյուղ ես կարամ դիտարկեմ դա։ Երկրորդ մասնագիտությունս մագիստրատուրան ավարտել եմ ֆինանսների կառավարում, երրորդը կառավարման հոգեբանություն։ Եղել եմ բիզնես ոլորտում, ես չեմ պատկերացրել, որ մի օր պետքա դառնամ զինվորական։ 2 տարի որպես զինվոր ժամկետային ծառայել եմ։ Ծառայությունից հետո լեյտենանտ կոչում եմ ստացել Պահեստազորի դասընթացներից հետո։ Հետո ապրիլյան պատերազմը որ սկսվավ, այնտեղ առաջին կանչներ էլի, որ ցանկացած զինվոր, ցանկացած Պահեստազորի անձ ինքը պատրաստ է թեկուզ եւ կամավոր հիմունքներով, որ մոբիլիզացիոն ռեսուրս հայտարարված չէր,
Մեկնեցի ռազմաճակատ դեպի Ջաբրայել ուղղություն, եղել եմ կամավորական գումարտակի շտաբի պետ, որից հետո 17 թվին ես իմ կամփով գնացի դիմում եմ ներկայացրել, որպեսզի մտնեմ զինված ուժեր։ 3 տարի եղել եմ հետախուզական ստորաբաժանման հրամանատար, դիպուկարների հրամանատար, որից հետո նորից պահեստազոր 3 տարի ծառայելուց հետո։ Հետո նորից պատերազմ, նորից գնացինք 20 թվի մասին է խոսքը։ Նրանից հետո միտք առաջացավ, որ պետք է այդ ռազմամարզական կառույցը հիմնվի, հիմնեցինք կառույցը։ Հետո նորից իմ կարիքը կար զինված ուժերում, նորից մտա բանակ, Վիճակը բավականին կարևոր է այդ երեխեքին, որ տարիքում են սովորացնում այդ էքստրեմալ պայմաններում ապրել, ոնց են ասում, կենթանի մնալ, վիժված, զենքի հետ վարվել եւ այլն, այսինքն 12-13 տարեկանում այդ երեխու մոտ այդ զարգացնում են իր մոտ վախը կորում է, երբ որ թողում ես գալի հասնում է ասած 18 տարեկան առաջ անգամ նոր ոտ է դնում բանակ, իր մոտ լրիվ ուրիշ վիճակ է։ Ես մի քիչ հեշտ կձևակերպեմ, վախենում են չիմանալուց։ Դե հա, ինչքան շուտ ես այդ բանը չիմանալը բացահայտում կամ վերացում իմանալու, այդքան շուտ։ Հիմա պարզ օրինակ բերեմ, պատկերացրեք, պատի անկյունից դուրս են գալիս, փոքր թիթեռ անսպասելի դեմ է դուրս գալիս։ Անսպասելի էր, չէ՞։ Բայց որ թիթեռին տեսնենք, մենք չենք վախենա։ Այսինքն, եթե դու ունես գիտելիք, դու պատկերացնում ես այդ ամեն ինչը եւ ունես մարտական գործողությունների փորձ, տեսել ես այդ ոնց է տեղի ունենում։ Խաղ է, էլի, ոնց է PUBG, որ հեռախոսով խաղում է։ Այս կողմից դու ես, այն կողմից նա է։ Կամ դու պետք է ուժեղ պատրաստվես նրան հաղթես, կամ ինքնապատրաստվելու գա քեզ հաղթին, այս բարդ process-ներ չկա դրա մեջ, էլի։ Երկու հատ հարց է։ Երիտասարդների մոտ ոնց է, կա ինչ որ ցկտում, չգիտեմ, հետաքրքրություն, դեր փորձը ոնց է։ Ես բարձր եմ գնահատում, տեսեք, մի քիչ ավելի քիչ Երևանը կգնահատեի, բայց մի քիչ ավելի բարձր մարզերը կգնահատեի, առանձին հենց սահմանամերձ մարզերը, այն սերունդը, որ գալիս է, ավելի գիտակից է։ Այդ սերունդը նաև որբերով լի սերունդ է։ Այդ սերունդը եղբայր կորցրած սերունդ է, հայր կորցրած սերունդ է, պատվախնդիր սերունդ է, իրականությունը տեսած սերունդ է։ Իսկ այդ սերունդին ես չեմ հավատում, որ ինչ որ մեկը կարա նրա մեջից հանի։ Հոր կորուստը մեջից հանի, եղբոր կորուստը միջից հանի, սիրած տղայի կորուստը մեջից հանի, չի կարա ուղղակի։ Այդ սերունդն իրան ասելու է։ Ուղղակի այդ սերնդին ճիշտ հիմք է պետք դնել, ձևավորել հասարակություն, որ կլինի առողջ, սթափ, ամպերի մեջ չապրող իրականությունն ընդունող եւ ամենակարևորը գործող ապացուցող, այսինքն հողի վրա գործանող, մենք կենաց խմողների կարիք չունենք, մենք ունենք կոնկրետ գործանողների կարիք։ Իսկ գործը լինում է համապարփակի շրջանակում, տնտեսության զարգացման, առողջապահության զարգացման, անվտանգային համակարգի ամրապնդման, սա ամբողջը եթե ամրապնդվի ու դեմքով մենք պատտվենք դեպի մեր խնդիրները, մենք կհաղթահարենք դա, որ ամեն ոք իր գործի տերը լինի։ Հիմա այսօր մեկ նախադասությունով կենսագրություն ձևակերպած մարդիկ ճակատագիր են որոշում։ Չկա կենսագրություն, էլի խոսալու տեղ չկա, բայց մարդիկ կան 2-3 լիստով կենսագրություն ունեն, բայց նրանք չգիտես խի հալածված են։ Իսկ մարզի երիտասարդների ինչ զբաղմունք ունեն, ինչով են զբաղվում։ Այստեղ մարզերում երեխաները մարզերում նախաձեռնության հիմնադիրներից Մայիսի հետ են կարողին խոսացել, բայց իրանցը տենց լրիվ համայնքաշինություն է, քո ոնց որ աչքերով, քո փորձով ինչով են զբաղվում էլ երեխեքը։
Լավ հարց տվեցիք։ Այս կիրակի օրը, անցած կիրակի օրը մեր Վայոց-Ձորի կոնկրետ մարզերի երեխաները մարզերում թիմներ յուրգալել Արշակունի ռազմամարզական ուսումնական կենտրոն, ծանոթացան ուսումնական կենտրոնի պայմաններին եւ առաքելությանը, մայիսը մենք եւ այլ կազմակերպությունները ես տեսնում եմ մեկ պատը քար դնող։ Այսինքն թե ուղղությունները որն է, մեկը կլինի տնտեսական ուղղություն, մեկը կլինի զարգացվածության ուղղություն։ Եթե չեմ սխալվում, մայիսն ասում է կամավորությունը գումար չի տալիս, բայց հնարավորություն է տալիս, որ գումար աշխատել։ Դա իր տեսանկյունից, որ կամավոր մասնակցում ես աշխատանքներին, կրթվում ես, դառնում ես մասնագետ, հմտություններ ես ձեռք բերում, շրջապատ ես ձեռք բերում եւ արդեն առաջանում այնտեղ առաջարկ պահանջարկ։ Պահանջարկ կա այս մասնագետի, դու էլ կաս, ճանաչելի ես, զարգացել ես, վերջ, անցնում ես աշխատանքի։ Մեր մասը մի քիչ այլ է կամավորության սկզբունքը։ Այսինքն մեր մասով կամավորությունը դա չի կարա վերածվի այն գումար գործ իրավիճակին։ Այսինքն մերը առաքելություն է կոնկրետ։ Գիտելիք տալիս ես, որպեսզի դառնա ել ավելի պատրաստված։ Պաշտպանության ոլորտում մի քար ավել ես դնում։ Մեկ անձ ավել է դառնում, մեկ մասնագետ ավել է դառնում։ Մեկ հայ, որպես հոգեկեցվածքով ձևավորված, ավել է լինում։ Մեծ սիրով կհամագործակցենք, իդեպ համագործակցության հուշագիր էլ առաջարկվել, հիմա բաների քննարկման փուլում ենք։ Անելու ենք այն ամենը, ինչ որ հնարավոր է մեր ուժերի եւ միջոցների շրջանակում, որովհետեւ իմ համար Հայաստանի Հանրապետությունում եւ Հայաստանի Հանրապետությունից դուրս ցանկացած հայ պատանի մեկ է։ Ես չեմ նայում այն կազմակերպությունն է, այս կազմակերպությունն է կամ այլ կազմակերպությունն է, ոչ, բոլորը մեկ են։ Ու պետք է ունենան կարմիր գծեր, առաքելություն։ Ու այդ առաքելությունը մի օր դառնալու է գործ։ Մենք հիմա սերմեր ենք ցանում։ Մի օր կգա բերքը հավաքի օրը։ Այդա կլինի մեր վարձատրությունը։ Իսկ որ մեծանում են ինչ են անում զբաղմունքի իմաստով ինչ կա մարզում անելու։ Տեսեք, Նաև տնտեսապես ոնց պետք է զարգանա մարզը, էլի մարզերը, որ այդ քո ասած ֆորմուլայի մի կտորն էլ տնտեսությունն է, չէ՞։ Համաձայն եմ, շատ կարևոր հարց էր։ Հիմա մեր համայնքները որպես այդպեսին ցանկացած համայնք ունի իր զարգացման ճյուղը։ Մի համայնք, օրինակ Ջերմուկը, Վայոց-Ձորում 3 քաղաք է։ Ջերմուկը ինքը առողջանային քաղաք է։ Շեշտը դրվել է առողջանային туриզմի բիզնեսի հիման վրա։ Վայ քաղաքը ինքը արհեստացին քաղաք է։ Եվ որպես այդպեսին հիմքը դրվել է որպես արդյունաբերական քաղաք։ Եղել են մի քանի խոշոր հիմնարար ձեռնարկություններ։ Հայ էլեկտրոնն է եղել, պլաստիկ գործարանն է եղել, կոնդենսատորի գործարանն է եղել, բոլիկն է եղել, խալիների գործարանը, որ թվարկում ենք ամբողջությամբ ազգա բնակչությունը, տեղի բնակչությունը զբաղված է եղել աշխատատեղով։ Նույնը Եղեգնաձորը, համ գյուղատնտեսական մի մասը, այգիներ, գինու, բանի ուղղությամբ, եւ արդյունաբերական, էլի մեծ հիմնարար ձեռնարկություններ են եղել։ Սովետական միության փլուզումից հետո մի օր մարդիկ արթնացան, հարյուրավոր մարդիկ արթնացան ու չգիտեին որտեղ գնան աշխատելու։ Գործի տեղը փակվել է, որտեղ գնան աշխատելու։ Մի ընտանիքից օրինակ երկուսն էլ աշխատում են օրինակ պլաստիկ գործարանում եւ զրկվան գործից, բայց ընտանիքը պետք է պահել։ Ուտելու խնդիրը պետք է լուծել։ Մի մասը արտագաղթեց ստեղծված իրավիճակից ելնելով։ Ով ինչ ծանոթ բարեկամ ուներ, կեսը Ռուսաստան, կեսը այլ երկրներ, հիմա մենք Վայքից օրինակ ահագին մեծ համայնք ունենք Ռուսաստանում գտնվող, իմ քեռիներն են մորքրուսա գտնում Ռուսաստանում, այսինքն մորական կողմից կեսից ավելը Ռուսաստանում են ապրում։ Այն մի մասը փորձեց այլ բիզնեսներով զբաղվել։ Քանի որ մեր մոտ
գլխավոր մայրուղու վրա է, խանութներ, փոքր բիզնեսներ, ռեստորաններ, հյուրանոցներ, հյուրանոցի սպասարկում, բան, տեղական բյուջետնի կազմակերպությունները, օրինակ քաղաքապետարանա, ոստիկանությունա, հետո զորամաս ստեղծվավ, մտան զորամասում աշխատելու, զորամասը Այդ տուրիզմից մի քիչ խոսանք, հա։ Տուրիզմը, տեսեք, Վայոց ձորը նաև ես կարամ նշեմ, զարգացման ճյուղերից մեկը, ամենախոշորը, հենց տուրիզմն է։ Վայոց ձորը տես ոնց որ զարգացման երկու ուղղություն ունի։ Մեկը հանքարդյունաբերությունն է, մի քանի հանքավայրեր կան, արդեն ուսումնասիրած, ընդերքի հետախուզություններն արված, մեկը արդեն շահագործման փուլում էր, Ամուլսարը, դադարեցավ աշխատանքը, մյուսները դեռ ուսումնասիրման փուլում են, բայց հնարավոր է նաև բացվեն, մի ճյուղը հանքարդյունաբերությունն է, երկրորդը Վայոց ձորը թանգարան է բաց երկնքի տակ։ Այդ երկուսը իրար չեն խանգարում։ Այս երկուսը իրար առաջին հայացքից կարան խանգարեն, բայց կարա լինի նաև հանքարդյունաբերական տուրիզմ։ Նման փորձ կա, Շվեյցարիայում կա, եթե չեմ սխալվում, նման փորձ, օրինակելի հանքարդյունաբերությունը կարա նաև դառնա տուրիզմի մի ճյուղ։ Ոնց են ագրոտուրիզմը, չէ, որ գնում են կող են գտի օրինակելի Հա, հանքարդյունաբերություն։ օրինակելի, որ ցույց տան, տեսեք, մենք առանց հանքարդյունաբերության չենք կարող։ Բերեք մեզ չստենք, էլի, երկաթային մասը մի տեղից հանել են, չէ։ Քշում ենք մեքենաներ, օգտվում ենք տարբեր իրերից, բայց ասում ենք մենք չենք ուզում, որ հանքը աշխատի։ Կրում ենք ոսկի, բայց չենք ուզում աշխատի։ Մենք ում ենք խաբում ինքներս մեզ, ունենք տնտեսության զարգացման խնդիր։ Ունենք ռազմական բյուջեի ավելացում։ Ինչի հաշվին։ Մի բանի հաշվին պետք է մենք ավելացնենք, չէ։ Ընդհանուր մեր պատկերացումը պետական բյուջեի վերաբերյալ ու մեր սեփական մորթու վրա ազդեցության տարբեր են, էլի, ոնց որ շահերը, պետք է հասկանանք, մեր շահերը բախվում է, թե շահերը համապատասխանում է, մենք ինչ ենք ուզում։ Ամենակարևորը ցանկության մեջ է։ Մենք նայում ենք ջերմուկը որպես հանքարդյունաբերական քաղաք, թե նայում ենք որպես առողջարանային քաղաք։ Հիմա ջերմուկում օրինակելի հանքարդյունաբերության տուրիզմ պետք է լինի, քո կարծիքով։ Հիմա չեմ կարող ասեմ ոնց կլինի, բայց դրանից առաջ, եթե բարեխղճորեն անեին կապալառուները կամ պատասխանատուները իրենց գործը, ես վստահ եմ, որ խնդիր չէր առաջանալու։ Կթունեմ առողջարանական տուրիզմ պետք է լինի, թե Առողջարանային տուրիզմ տես չի դառնա, առողջարանայինը մնում է առողջարանային, բայց հանքարդյունաբերական տուրիզմ որպես այդպիսին ուղղություն կա համաշխարհային փորձում ու կարա նաև լինի։ Հիմա պետք է մենք հասկանանք գերակա ճյուղը եւ հետագա զարգացումը, որն է ավելի հեռանկարային ու ավելի հեռուն գնում, որովհետեւ այսինքն դրանք այդ երկուսի մեջ թե կարան երկուսն Կարանք միքս անենք, օրինակ հիմա ոնց է ջերմուկում 22 թվականի ագրեսիայից հետո սահմանը մոտիկացել է ավելի ջերմուկին։ ու տուրիզմը լավ Ու տուրիզմը անկում ապրեն, դեռ անվտանգության խնդիր են մտածում։ Մեկ ընդ սուրճ են խմում, բայց Դե իհարկե, մենք այնտեղ ապրում ենք, եթե մարդիկ սուրճ են խմում, մենք այնտեղ ապրում ենք։ Հիմա հարցը նրանում է, որ անվտանգային խնդիր ամեն դեպքում կա։ Եթե մարդը պատերազմի մաս, ասած նույնիսկ տնտեսական։ Իհարկե, տնտեսական։ Ագրեսիայով քեզ չթողել, որ տուրիզմ զարգացնես, մարդիկ թողեն այդտեղից գնան, դա լա։ Իհարկե, թուլանում է, եթե մարդը այնտեղ չի ապրում, դու թուլանում ես։ Անասնական վախ ունեցող հարյուրավոր մարդիկ կան, որ եթե ընտրում են ջերմուկի ու Ծաղկաձորի միջև, ասում են՝ «Վայ, ջերմուկ չգնանք, Ծաղկաձոր գնանք», որովհետև վախենում են երասխի հենց այդ ճանապարհով անցնել։ Ինձ ամռանը մարդ էր զանգի, ասում է՝ «Երասխ իջնում ոտով եք անցնում»։ Հասկանում եք, դա հայրենիքը չճանաչելու արդյունք է, որովհետև ինքը երասխը չի տեսել որտեղ է։ Կամ ասում են՝ «Էսա ագրեսիա է արնելու Սյունիքի Վայոց ձորի ուղղությամբ, ինչ եք անելու»։ Այսինքն ի՞նչ է նշանակում ինչ եք անելու։ Դա բոլորինս է։ Այդ միտքը, որ հասկանան, տարանջատում չդնեն, վայքեցի,
Եղեգնաձորցի, Ղարաբաղցի, Երևանցի, այդ ցին իմ համար ամենավատ, ոնց ասեմ ձեզ, վատ արձագանքն է, էլի ես չեմ կարող բառ գտնեմ, ոնց ես ձևակերպեմ։ Այդ ցին ու ականը, այս ինչ ական, այն ինչ ական, մտա ազգայնական ենք մենք վերջ։ Իսկ ցին պետք է այդ մեջից դուրս գա։ Գոնե տեղանուններով տարբերությունը չդնեն, էլի, դա տարանջատել է սեփական ժողովրդի մեջ, ոնց որ սորտերի բաժանել է լինի, էլի, առաջի սորտ, երկրորդ սորտ, բանակում էլ է նույնը, ոնց որ տես Երևանից լինելը առավելություն լինի, Երևանից եմ բան, բա հետո Նա այստեղ։ Այսինքն այդ պրինցիպը, որ մեջից դուրս գա, այս ամբողջ խնդիրը կլուծվի, ու այդ խնդիրը օրինակ ջերմուկի, միայն մեր խնդիրը չի, էլի, դա պետք է հասկանան ընդհանուր Հայաստանի Հանրապետության զարգացման համար, մերօրյա մարտահրավերներին դիմակայելու համար մեզ ի՞նչ է պետք։ Հանքարդյունաբերություն է պետք, թե առողջարանային վիճակ է պետք։ Ոնց անել ռիսկերը կառավարել, որ փոշի չլինի։ Դրա մասին պետք է հասկանանք, լուծենք։ Հնարավորինս ընդերքի ջրերը կեղտոտվելու է, աղտոտվելու է, թե չի աղտոտվելու։ Մենք ոնց ենք պատկերացնում այդ շահագործումը, բաց ալնելու, փակ ալնելու, կիսափակ ալնելու, գործանը ոնց ալնելու, այդ պոչամբարը որտեղ է լինելու։ Իսկ մենք բոլորս պիտի պատկերացնենք, թե դրա համար հատուկ պատկան կառույցներ կան։ Տեսեք, ըստ օրենքի, համ պատկան կառույցներ կան, բնապահպանություն կա, բան կա, որ վերահսկում է։ Բացի դրանից հանրությանը ներկայացում է հասարակական լսումների տեսքով։ Ներկայացում է, որ հանք աշխատելու է օրինակ կիսափակ կամ բաց, էսի պոչամբարն է լինելու, օրինակ ջրի ցիկլը լինելու է փակ ցիկլ, չի գնալու ինչ-որ միտեղ լցվի։ Գիտենք, որ թեղուտում այդ շմագները, բաները եղան, անտարպտի թնկի, ինչ գիտեմ, ինչ անեին, ոչ մի բան չեղավ։ Թեղուտը հին ձևով է։ Տեսեք հիմա հին պոչամբարները որ կա, սուխոյ խվոստները, չոր պոչամբարները որ կան, վերամշակում են նորից ստանում են նրանից ռուդը, այսինքն հին ձևերով, որ արել են, մաքսիմում չեմ կարողացել կորզել։ Այսինքն նույն հանքաքարը մի անգամ էլ են վերամշակում, ստանում արդյունք։ Հիմա կա նոր տեխնոլոգիաներ, կա փակ ցիկլ, օրինակ, որ գնում են կապան, այնտեղ մեծ լիճ կա, չէ՞, դա պոչամբար է։ Բայց կա նաև այլ ցիկլ, օրինակ, ստեղ բասեին է սարքվում մեմբրանով, մի քանի տեղ պաշտպանիչ շերտով, մի քանի տակ, որ ջրերը ընդեր չգնան։ Ջուրը գալի լսվում է ստեղ, նորից հետա գնում արտադրական process։ Այդ շատ կարևոր է, փակ ցիկլով է, թե բաց ցիկլով է։ Մարդիկ ասում են, բանա, ցիանիդը հեսա գոլորշիանալու է օդ, սա ասել գիտենք, որ գոլորշիանում է միայն մաքուր ջուրը։ Ջուրը ոնց է թորվում, գոլորշիանում է մաքրվում, այլ գոլորշի մաքուր ջուրն է գոլորշիանում, իր ծանր մետաղ բան, հետը չի գոլորշիանում։ Բայց որ կեղտոտ անձրևներ է գալի։ Այն կողտոտ անձրևը օդի փոշու խտությունն է։ Օդում փոշի է լինում, օդի փոշու խտության արդյունքում այն մաքուր ջուրը վերևից լսվելով խառնվում է օդին, փոշուն։ Ինչի համար ենք ասում, որ օդը մաքրվում է անձրևից հետո։ Այսինքն փոշու աստիճան, այո, փորձեր կար, որ փոշեցծիչով պատուհանից օդը քաշում էին Երևանի, սա սև էր դառնում։ Ամենաաղտոտված օդն է Երևանում, որ կյանքին վտանգող օդ է։ Երբեք չեն մտածում դրա մասին, ոնց անենք, մենք ստե ոնց ենք ապրելու։ Միջազգային թվերը նայում են, խփնվում են։ Բայց ինչա որ մտ փուշ ծաղիկ սարում միտեղ աճի կամ չաճի այդ փուշ ծաղիկը սկի դեմքով չեն ճանաչում, այդ ինչա կարմիր գնքում, եսին որտեղ։ Ստե մեր ազգային անվտանգության խնդիրն է 5-եր պակաս որ ցես գային ամուսարը վերցնեին, բայց այդ վաղտ ինչ ենք անելու։ Հենա Արցախում լինքը շատ հանքեր է մնացել։ Շահագործում ենք, դրանից մեր պետությունը շահում է։ Վալեքսը կամ մնացած հանքերը։ Ինչ դարձավ։ Դարձավ թուրքերի, անգլիացիների բաժին։ Քանի մենք հնարավորություն ունենք, մենք այնտեղ, որ ասեմ, շատ մեծ ընտրություն չունենք, էլի։ Ունենք միջազգային ներդրում, ունենք պետական շահ,
Արդեն եթե չեմ սխալվում 12%-ը պետությանն այդ հանքի։ Դե կառավարությունը 150 միլիոն դոլարի երաշխիք հաստատեց։ Նաև երաշխիք է 5 ստանձնել, բանկերից վարկեր ստանան։ նաև մի մատ իրատեսական լինենք էլի ներդրումը որպես այդպեսին ոնց որ ոնց ասեմ ձեզ բռոնի ժիլետ հանդիսանա էլի մեր համար ներդրումը այլ պետության ոնց որ իր կապիտալի համար կարա անվտանգության մի մաս կազմի անվտանգության երաշխիքներից մեկը լինի ստեղ պետք է հասկանանք շահեր պետքա մեջ բերենք թե օրինակի համար Ֆրանսիան ինչի համար մեզ պետք է աջակցի կամ Պարսկաստանը ինչի համար աջակցի Կանադան ինչի համար աջակցի դի նման մասով մենք գտնենք միջոցներ թե ոնց հարաբերվենք այդ միջազգային հանրության հետ որ մեզ էլ լուրջ նայեն որպես տնտեսական պարտնյորի որպես կայուն ներդրման տեղ ու դրանից ելնելով էլ մեր դերն ու նշանակությունը կբարձրանա այս երկիր մոլորակի վրա մենք մեր անվտանգությունը ավելի ցածր են գերագնահատում քան թե արդարության մոլուցքը Դե սեփական հեղափոխության գրպանը բաններ հիմնական կուլմինացիաներ, կատալիզատորներ, չգիտեմ ինչներ, բերես դրան։ Դե իհարկե անընդունելի է։ Եթե տանիքը ջուր է թողում, ստեղ ինչ վերանորոգում էլ անեք, ապարդյուն է լինելու։ Պետք է սկսենք տանիքից։ Բայց նա ինձ թվում է դերքս իրար հետ փոխկապակցված է, էլի, թե դու սարքում ես մտ անվտանգ տուն, որտեղ արդարություն չկա, դեռ հարց առաջանում է, տունը չտա պետք։ Եթե մարդկանց մի մեծ մասը պետքա քո ասած ստրկացած ապրի, իրան մեկ այդ տունը կաթում է, չի կաթում։ Բնականաբար անվտանգությունը առաջի տեղում է, բայց դու դրա մեջ չես կարող էլի անարդար վիճակ ստեղծես, մի օր այդ բան անում, պայթում է։ Ես որ լինեի քաղաքական գործիչ, ես միանշանակ չէի ստի ասի, գիտեք ինչ, ես գալու եմ ձեր թոշակները բարձրացնեմ։ Ես դի հստակ ասեի, ինչքան էլ որ ընդունելի է կամ ընդունելի չի կամ այդ շերտը ինձ լսում է թե չէ, դի ասեի գալու եմ ես անվտանգություն ուժեղացնեմ առաջի հերթին։ Կարող է մենք 3 տարի վատ ապրենք։ Կարող է մենք 4 տարի վատ ապրենք։ Նա եթե որ 18 թվին ասեիր, այդքան արձագանք չէր գտնի, որովհետև այդ անվտանգության հակառակի, անվտանգություն չլինելու կամ վտանգի զգացողությունը մի տեսակ բթացած էր։ Բայց հիմա կարծում եմ ահագին բան է փոխվել ու ոնց որ տեսանելի է, էլի անզեն աչքով էլ է տեսանելի։ Իհարկե, բա շատ բաներ է մեր գլխով անցել, էլի։ Հիմա էլ վախի մթնոլորտով են ապրում։ Իրականում անասնական վախ կա շատերի մոտ։ Ու այդ անասնական վախը առաջացնում է ոչ սթափ քայլեր։ Ու դրանից ելնում է նաև տնտեսական զարգացվածության մինուսներ, թերի, որ մարդը չգիտի թե փող ներդնի թե չէ։ Ունի միջոցներ, բայց այտենց վստահ չի ստեն ներդնի, որտեղ փորձը ցույց տվեց միլիոնավոր կապիտալ մնաց Արցախում։ Մարդիկ աշխատել էին, չարչարվել էին, արժեք էին ստեղծել, հիմնալ ձեռնարկություններ էին ստեղծել, բիզնեսներ էին ստեղծել, տներ էին կառուցել։ Ինչ դարձավ։ Մի օրում փոշիացավ։ 20 թվականի պատերազմից հետո մինչև 23 էր դեռ կառուցումը ինչ է, քանի միլիարդ ներդրում արեց մենակ Հայաստանի կառավարությունը։ Բա հիմա էլ է նույնը։ Ստեփանակերտում ես եմ տեսել շենքերը, որ սարքում էին պարչիով, ինչի, ինչ երաշխիքով, ինչ մտայնությամբ։ Հիմա անվտանգության ոլորտում մեծ ներդրումներ է արվում ինժեներական կառույցների տեսքով, մանրամասները չեմ կարող ասել, համ իրավասու չեմ, համ էլ որպես Պայստազորի սպա բարոյական մասով իրավունք չունեմ ասելու, բայց կասեմ մի բան, որ արվում է աշխատանքներ, որ երբևէ չի արվել։ Երբևէ։ Պետքա լավին լավ ասվի, վատին վատ։ Երբևէ այդ ծավալի աշխատանքներ չի եղել։ Բայց դա իմ համար բավարար չի, որովհետև միայն ինչ-որ մի բան սարքելով չի լինելու, պետքա լինի
կազմավորված հասարակություն, պետություն, փոխվստահության եւ կառուցողական դաշտ։ Եթե այդ փոխվստահությունը չկա, պատերազմական գործողություններ կամ ցանկացած ագրեսիա սկսվելուց մի քանի ժամ հետո պարտադիր պետքա դիմեն հասարակությանը, այսինքն պահեստազորին։ Իսկ այդ պահեստազորը պետք է լինի պատրաստված, պետք է լինի մարտունակ, պետք է լինի համապատասխան էպիկիրովկայով կահավորված։ Հանունը պետք է պարզ լինի, այսինքն Կարսի անառիկ վերթը թողեցին եկան, որովհետև այդ հանունը պարզ չէր մարդկանց համար։ Հիմա դու կարաս այդ ամրաշինությունը ունենաս, մարդը, որ պետք է դրա մեջ գնա կռվի, չուզենա։ Ախտես Արա ջան, ինքը միայն ամրաշինության հարց չի, միայն մարդու հարց չի։ Կա մի քանի ուղղություն, ու այդ բոլորը պետքա սինխրոն լինի, ոնց դու նշեցիր։ Առաջինը կրթվածության մակարդակ պատրաստված պետքա լինի, պատրաստվածը կգնահատեին թերի։ Երկրորդը ինժեներական կահավորվածություն, պատրաստա կասեի բավարար։ Երրորդը էպիկիրովկայի հարցը, հանդերձանքի հարցը, համապատասխան նյութական, տեխնիկական միջոցներով համապատասխանացնելու, մենք չունենք կոնսերվացված զենքեր, էլի, որ հանենք տանք կռվեն։ Մենք այդ տիպի մեծ չենք, էլի։ Բայց թափուր հաստիկները հաստատ կհամալրենք, ոչ մեկ առանց զենք չի մնալու։ Գոնե ավտոմատ հաստատ բաժին կընկնի։ Գոհացնում է ինձ, չի գոհացնում։ Բարոյքեբանական մասը կա, մեր գենու մեջ դրված է։ Հիմա ու ամենակարևորը 5-րդը կառավարումը ամենակարևոր կետն եմ ես համարում։ Այս ամբողջ մեխանիզմը պետքա կառավարվի ճիշտ։ Լավ, եթե հանդերձանք չկա, կանանք առանց կասկաբրոնի էլ գնանք կռվելու։ Սիրիայում նայում ենք էլի կամ բանում Գազայում ինչ էր կատարվում, լաթերով են կռվում, բայց կռվում են։ Խողովակներով անհասկանալի զենքեր էին կառուցել, իրար վրա կրակում էին, որովհետև կա հանունի։ Եվ կա կառավարում, փոխվստահություն։ Ընդունեմ ոնց են կառավարում, դա մեծ հանելուկ է, էլի։ Անկեղծ ասած կառավարումը բոլոր ժամանակներում եղել է։ Այն ժամանակ, որ կապի միջոցներ չի եղել, կառավարել են ծուխով, կառավարել են հայլիով, կառավարել են ձիավորով, կոնկրետ հասցրել է տեղ։ Ես մի առաքել եմ ուզում մեջ բերեմ Ալեքսանդր Մակեդոնացու ասած խոսքերից, բոլոր օղակները կարևոր են։ Պատկերացրեք, նալ խփողը, եթե նալը ճիշտ չի խփում, ձին չի կարողանում տեղ հասնի։ Եթե ձին չի կարողանում տեղ հասնի, հետախուզական տվյալները չեն հասնում տեղ։ Հետախուզական տվյալները չեն հասնում տեղ, մարտը պարտվում է։ Մարտը պարտվում է, պատերազմը պարտվում է։ Հանիբալը 25 տարի պատերազմել է, մեկ մարտում է պարտվել եւ պատերազմը տանուլ է տվել, պատկերացնում եք։ 25 տարի պատերազմել է։ Հիմա զուգահեռ երկու օրինակ բերեցի։ Նալ խփողի եւ մեկ մարտի։ Եթե դու համառ ես, այս ուղղությունով գնում ես չի ստացվում, այս ուղղությունով ես գալիս։ Այս սինխրոն մեխանիզմ պետք է աշխատի։ Մարտական գործողությունները կամ ռազմական գործը դա թիմային խաղ է։ Դա ֆուտբոլ է, էլի, դա բան չի, բոքս չի, կարատե չի, անհատային շախմատ չի, որ ասես ես ուժեղ եմ։ Ինքը թիմը պետք է կարողանաս աշխատացնել։ Խաղաց, բայց Իհարկե, շախմատ խաղացողը ինքը պետք է քարերը ենթարկվեն էլ իրան, քարերը սուս կանգնած են, չի իրանց տեղում։ Վերցնում ես տեղափոխում ես։ Այնպես չի տես նայում ես, մտածում ես, մեկ էլ մի հատ քար ստիցելում վազում այնտեղ կանգնում է։ Այդ քարերը պետք է ենթարկվեն։ Այդ քարերը պետք է այնքան կրթված լինեն, որ կարողանան հնարավորություն ունենան այս քայլերը անելու։ Դա էլ է մի հատ տես ցավոտ թեմա, էլի, տես մենք շատ ուժեղ չենք թիմային խաղերից, որովհետև ամեն մեկը անհատական, գիտեմ, Նապոլեոնն էին ասում, վարչապետ էին ասում, ինչ էին ասում,
Դա պետք է դպրոցից մանկապարտեզից սովորացնել իրար հետ թիմեր կազմել, խմբային առաջադրանքներ անել, աշխատել, իսկ համասարանում խմբային աշխատանք ես տալիս, սկսում են բողոքել, որ խմբում մեկը գործ անում, մնացածը ոնց որ օգտվում են, ու տենց ավելի լայն է, թե նայենք պատասխանատվության թեմա է, էլի։ Ասենք այն մարդը, որ գնում է խմբում պարազիտի պես կպնում, գիտեն ընդեղ ինչ-որ մեկը լավ գործ է անում, դու քո ներդրումը պետք է ունենաս, չէ՞, թե դու ոչ մի բան չես անում, գնում ես ուրիշի արածից օգտվում ես, էլի։ Դու այդ ժամանակով ես, էլի, ինչ ես քեզ հարցնում, ինչ ես քեզ պատասխանում, ու այդ ամեն ինչը տարբեր կյանքի իրավիճակներում դուրս է գալիս, էլի։ Ես մի եզրակացություն եմ արել, այսքան շփվելով թե պատանիների, թե իմ սերնդի ավակ սերնդի ներկայացուցիչների հետ, եթե թողում ես իրանց մտքի թռիչքին, բազմակարծիքությունը վերցնում է։ Իսկ եթե հստակ խնդիր ես դնում, իսկ խնդիր դնելու դեռ մի հատ բան կա։ Եթե քո նկատմամբ կա վստահություն, քեզ ընտրում են որպես առաջնորդ, որպես հրամանատար, ես երբևիցե չեմ տեսել, որ տարակարծիքություն լինի։ Անում են անվերապահ։ Տեսեք, երթման կետերի մեջ, զինվորական երթման կետերի մեջ, ասում է անվերապահորեն կատարել հրամանատարներից հրամանը։ Եվ հանուն իմ երկրի, հանուն Հայաստանի Հանրապետության, չխնայել կյանքս։ Ցանկացած զինվորական այս երթումը տալիս է, մի օր տալիս է։ Կնի սպա դառնալուց, կնի զինվորական զինծառայող դառնալուց։ Մի օր ինքը այդ երթումը բայց այդ անվերապահ հրաման կատարելն է, էլի, բան չէ, ոնց որ նայած իրավիճակի, այսինքն ինքը նաև կարաբերի մի մտայնության, որ զինվորը սպան ամեն պահի մտածելու է, թե վերադաս կա, թող ինքը ճիշտ հրաման տա, ես կատարեմ։ Այնքան էլ այդպես չի, տեսեք, մարտական գործողությունների մեջ կամ ընդհանուր զինվորական դիսցիպլինայի եւ որոշումներ կայացնելու մեջ կա մի հատ մեխանիզմ։ Մեխանիզմը ոնց է, գնահատում ես հակառակորդիդ, ուժերն ու միջոցները, վերլուծում ես եւ դրա վերաբերյալ կառուցում ես քո ստրատեգիան։ Հիմա տեսեք ոնց է։ Եթե ես եմ ջոկի դիրքում, ջոկի հրամանատարն եմ, այդ իրավիճակը ինձ ավելի լավ տեսանելի։ Տեսնում եմ, իրավիճակը գնահատում եմ, զեկուցում եմ։ Գիտեք ինչ, իմ ուղղությամբ գալիս է հակառակորդի զրահատեխնիկա։ Մինչև այդ զեկուցելը դու արդեն իսկ ունես մարտական խնդիր։ Թույլ չտալ հակառակորդի ներթափանցումը քո պետական սահմանից այս կողմ կամ քո պահպանված տարածք, տենց ասեմ, բառացիորեն չեմ ուզում էլի ներկայացնել։ Դու ունես արդեն այդ խնդիրը, որտեղ կանգնած ես։ Կապ չունի հակառակորդի կենթանի ուժ գա, թե զրահատեխնիկա կա, դու պետք է կանխես, կասեցնես, ոչնչացնես, թույլ չտաս, արդեն դու այդ հրամանն ունես։ Այնով որ միֆերը ասում հրամանային տվեց չկրակելու բան, դու արդեն հրաման ունես մարտական դիրքեր բարձրանալուց առաջ հրամանը քեզ տված է։ Սահմանի պաշտպանությունը տված է քեզ։ Հիմա այնտեղ կա հաջորդը, քեզ տեսանելի է։ Դու այդ որոշումը չես կայացնում, չես անում, ասում ես ինչ անեմ։ Այնտեղից կարա կապը խափանվի, կարա ասի ինչքան է մոտիկացել, այդ ընթացքում ինչքան շատ ենք խոսում, այնքան օրինակ կապով, այնքան ավելի մոտիկանում է, այնքան ավելի զարգանում է։ Կարա լրիվ ուրիշ բան կիրառի, արծիվերյա կիրառի, պատկերացրեցի։ Իսկ եթե արդեն իրավիճակը դուրս է գալի, կներեք, դուրս է գալի այդ սահմաններից, այնտեղ արդեն կա պլան B, հարևան դիրքից օգնություն եմ ուզում, արտիլերիա եմ ուզում, կամ մի բան ուզում եմ։ Այդ ժամանակ արտիլերիան իր գրպանում դրած չի, պիտի հրամանատարը որոշում կայացնի, թե որ արտիլերիան, որ մարտկոցը քանի հատ արկ կրակի։ Պատկերացրիք, բայց ինքը պետք է անվերապահորեն կատարի հրամանատարի հրամանը։ Կռվի դաշտը, մարտական գործողությունների դաշտը, այդ իերարխիկ համակարգ է, էլի, որ կամբատը դարձել է գումարտակի հրամանատար, ինքը մի օրում չի դարձել, կրթվել է։
Իսկ այդ կրթվածության աստիճանը ջոկի հրամանատարը չունի։ Եթե այնտեղ հրաման Իսկ որ տալու պահին նոր տեխնոլոգիա է եկել, չգիտեմ, դրոններ են եկել, բան այդ քո ասած կամբատը, որ ջոկի հրամանատարը էլ այդ տեխնոլոգիաները չկային։ Իրանք հասցնում են այդքան արագ ադապտացվեն, սովորեն։ իհարկե, տեսեք, իրան պարտադիր չի դրոն քշել սովորի։ Դրոն քշողը սովորում է։ Ինքն էլ սովորում է դա կիրառել մարտական գործողությունների ժամանակ։ Ոնց է, օրինակ մենք գիտենք հակատանկային միջոցը տանկ խոցելու համար է կամ զրահատեխնիկա խոցելու համար է, չէ՞։ Նույնը մի հատ ավելանում է, օրինակ դրոն, կենթան ուժի ոչնչացման համար է կամ հետախուզական աշխատանքներ կատարելու համար է։ Այսինքն մի գործիք ավել ես ունենում, էլի գրպանում, մի բանալի ավել ես ունենում, հնարավորություն ես ունենում այդ դուռը բացելու։ Իսկ դրան համապատասխան արդեն ավելի ցածր օղակների, շարքային օղակ, ջոկերանտար օղակ, ըստ իրանց պարտականությունները արդեն սովորում են իրանց տեխնիկային տիրապետել։ Իրանք սովորում են տեխնիկային տիրապետել, ավելի բարձր օղակները սովորում են ստրատեգիայի մեջ դա ներմուծել։ Բարձ մեխանիզմը այնքան դժվար չի։ Իսկ այսօր ինստրուկտորական շկոլան զարգացել է, ինքն էլ տեխնիկան շատ հասարակ է, էլի իրականում այսօր այնց հասարակ են արտադրում։ Սա գրած է, ինչ պետք է անես։ Բարդ բան չկա այնտեղ, էլի, սա քո տեղը արած է, բարձրացրած է, հեշտացրած է։ Այնտեղ թողում են արդեն քո մտքի թռիչքի վրա, թե ուղեղը ինչքան է աշխատելու, ոնց ես դա գործածելու, այնքան դժվար չի։ Լավ, որ ամփոփենք, ինչ գիտեմ, ոնց ասեմ, խորհուրդ կտաս, թե ինչ ես տեսնում, ինչ պետք է անենք։ Ես խորհուրդ կտամ նախ առաջինը դառնալ միավորված, օգտվել մեր միավորման իրավունքից, միավորվել գաղափարապես։ Տեսեք, օրինակ մեր գործունեության մեջ այսօր շատ քիչ խոսացինք մեր գործունեությունից, մեր գործունեությունը առանց մեր գաղափարակից ընկերների, առանց պատվախնդիր հայերի հնարավոր չէր իրականացնել։ Իսկ այդ ամբողջը պետական ֆինանսավորում երբևիցե չի եղել։ Եղել է մտքի լաբորատորիա, եղել է միտք իրականացնելու համար եւ գաղափարակից ընկերներով դա իրականացրել ենք։ Եվ ամեն օր ես նոր ընկերներ եմ ճանաչում, նոր վճռական մարդկանց եմ ճանաչում, պատվախնդիր մարդկանց եմ ճանաչում, ովքեր որ զանգում են, գալիս են, այցելում են ու մաս են կազմում այդ գաղափարի։ Օգտվում են իրենց միավորման ազատությունից։ Իսկ ամբողջ գաղափարական պատկերը պետք է լինի պետականամետ, այսինքն պետք է լինի քո բացարձակ արժեքներին հավատարիմ։ Պետության շահը, անվտանգությունը, կրոնը, ընտանիքը, դա կարմիր գծերն են մեր համար։ Թե ով է մեր երկրի ղեկավար եւ ով է լինելու, դա թող քաղաքական գործիչները դրանով զբաղվեն։ Մենք քաղաքական հայտ չենք ներկայացրել։ Բայց մենք 24 ժամ անհանգստացած ենք եւ process-ների մեջ ենք, թե ոնց է լինելու, ինչ է լինելու, ոնց է կազմակերպվում, ոնց է պլանավորվում, ինչ օրենսդրական կարգավորումներ են տալիս դրան։ Եվ 24 ժամ 7 օր process-ի մեջ ենք, երբ պետք եղավ, մենք մեկը մասնակցելու ենք ցանկացած տեղ, ցանկացած գործողության։ Շատ լավ։ Ես նոտայի վրա շնորհակալություն հայտնեմ քեզ նախին գործի համար, որ անում եք, երկրորդը որ յուրեկար կիսվեցիր քո մտքերով, մտահոգություններով։ Ես հիշեցնեմ մեր դիտողներին ու ունկնդիրներին, որ Պարզից Պարզ ոդկասթներ, եթե հավանում եք ինչ անում ենք, լայքեք, բաժանորդագրվեք։ Իմ հյուրներ այսօր Արշակունի ռազմամարզական հասարակական կազմակերպության հիմնադիր Արտավազդ Վարդանյանը։ Շնորհակալ եմ, Արա ջան, իրականում շատ կարևոր են նման զրույցները, շատ կարևոր են մտքերի փոխանակումը, որովհետև այսօր հեռուստաեթերներով այնքան գաղաղ է լցվում, որ չես հասկանում իրականությունը որն է։ Բայց իրականությունը այն է, որ հայը կա, լինելու է
ու հաղթելու է։ Ուրիշ ձև ես չեմ պատկերացնում։ Շնորհակալություն կրկին անգամ։ Հարգալից։